Զվարճանքից ողբերգություն ընդամենը 1 քայլ։ Ծաղկաձորում վթարի ենթարկվեց բագի տեսակի կվադրոցիկլը, որի հետևանքով 2 անչափահաս աղջիկներ մահացան։ Լուրը կայծակի արագությամբ տարածվեց երկրով 1։ Դեպքը տեղի ունեցել մայիսի 24-ին ժամը 11:20-ի սահմաններում։ Ուղևորները 4-ն էին, որոնցից 2-ն էլ մարմնական վնասվածքներով ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածներից մեկը դուրս է գրվել հենց վթարի օրը, մյուսը դեռ հիվանդանոցում է։ Ունեցել է պոլիտրավմաներ, հետազոտությունները դեռ շարունակվում են։ Կյանքին սպառնացող վտանգ չկա։ Մահացածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներ են։ Քննչականից ժամին հայտնեցին, որ դեպքի առթիվ ձերբակալել են վարորդին վարելու համապատասխան իրավունք չունենալու համար եւ նախաձեռնել են քրեական վարույթ 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն էլ հերքում է տեղեկությունները, թե վթարի ենթարկվածները շրջանավարտներ են։ Բժշկական կենտրոն տեղափոխված 4 անձից 2-ը 2009 թվականին ծնված աղջիկներ են, որոնք մահացել են։ Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Սա ցավալի հետևանքն է թերի վերահսկողության, որ շարունակվում է զբոսաշրջային վայրերում։ Խնդիրը առավել քան խորքային է։ Նման տրանսպորտային միջոցները նախատեսված չեն քաղաքային երթևեկության համար, մինչդեռ զբոսաշրջային քաղաքներում կվադրոցիկլները հաճախ վարձույթով տրամադրվում են ոչ միայն չափահասներին, այլև դեռահասներին, առանց վարորդական իրավունքի, տարրական անվտանգության ճշգրտումների ու առանց վերահսկողության։ Եվ այս ամենը լեռներում ոլորապտույտ ճանապարհների վրա։ Ոստիկանությունից պարզաբանեցին նաև, որ կվադրոցիկլեր եւ նմանատիպ այլ տրանսպորտային միջոցներ վարելու համար հարկավոր է համապատասխան թույլտվություն, ինչպես ավտոմեքենաների դեպքում է։ Այն էլ իր հերթին վերահսկվում է բարեկային ծառայության կողմից։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։